Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Ֆիլիպը և Հռոդը հանգիստ քնած էին և չէին լսում ոտնաձայնները։ Նրանք չգիտեին, որ բժիշկը գիշերվա մեծ մասը թերի անկողնու կողքին է անցկացրել։ Հիսուսը, բարի հովիվը, թերին առավ իր անտեսանելի ձեռքերի մեջ և տարավ իր տուն, երկինք։ Հաջորդ առավոտյան, երբ Հռոդն իմացավ, որ թերին մահացել է, սկսեց դառնորեն լաց լինել։ Նա և Ֆիլիպը կորցրին իրենց մտերիմ ընկերոջը։ Նրա գերեզմանի մոտ քահանա Ռոբինջերը Հիսուսի մասին բարձրաձայն մի պատմություն կարդաց բարի հովի մասին։ Ուղարկավորումից հետո Ռութը տխուր քայլում էր անտառով։ Սարսափելի էր մտածելը, որ թերին այլևս նրանց հետ չէ։ Նա ազատ կարող էր լաց լինել շագանակի ծառի տակ։ Ռութ, ինչու ես լաց լինում։ Պարոն Թեները հանկարծ հայտնվեց նրա կողքին։ Մարգագետնի բոլոր գառները նրանն էին։ Ռութը նրան պատմեց տեղի ունեցածը։ Ես հաճախ էի աղոթում, բայց դա չօգնեց։ Կարծում ես Հիսուսը սխալվել է։ Ինչ կասեիր, եթե իմ գառներից մեկը շատ հիվանդ լիներ, և ես նրան վերցնեի և ամենալավ արոտը տանեի, որտեղ նա իրեն ավելի լավ կզգար, քան երբևէ։ Ռութն ամեն բան հասկացավ։ Հիսուսը թերիին մի վայր տարավ, որտեղ նա իրեն հիանալի կզգա։ Դրա համար էլ չպետք է տխրես։ Բայց նրանք իրեն հողի տակ թաղեցին։ Ինչպես նա կարող է լինել բարի հովի հետ։ Պարոն Թեները մի շագանակ քաղեց։ Նայր Հռոդ, շագանակի կյանքը ոչ թե կոշտ կեղևի մեջ է, այլ միջուկի, որից էլ նոր ծառ է առաջանում։ Դու կարող ես թերիի մարմինը համեմատել այս կեղևի հետ։ Նրա մարմինը երկրի վրա է, բայց միջուկը, նրա իրական կյանքը Հիսուսի հետ է։ Նա այնտեղ մարմին ունի, որը ցավ չի զգում։ Մտածիր դրա մասին, Հռոդ։ Տանը Ֆիլիպը նկատեց, որ Հռոդն այլևս տխուր չէ։ Հռոդ, շնորհակալ եմ, որ ինձ բարի հովի մասին պատմեցիր, և ես նույնպես նրան ճանաչեցի։ Թերին հիմա նրա հետ է, և մենք մի օր տեսնելու ենք նրան։ Վաղը ես պատրաստվում եմ դպրոցի երեխաներին բարի հովի մասին պատմել, որ նրանք նույնպես ճանաչեն նրան։ Ում կարող ես պատմել Հիսուսի բարի հովի մասին։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIC@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։